Ողջույն հարգելի ձկներ, սա ձեր հորոսկոպն է փետրվար ամսվա համար։ Փետրվարին ակտիվ է ձեր առաջին տունը դուք։ Դուք եք ակտիվ լինելու, դուք եք խարիզմատիկ լինելու, դուք եք առաջին տեղում լինելու, ձեր տեսքը, ձեր արտաքինը կփոխեք տարբեր ձևերով։ Ամբողջ այս մեկ ամսվա ընթացքում մեկ սա կցանկանաք, մեկ նա կցանկանաք, ձեր վրա փոփոխություններ կանեք, բացի դա էլ ձեր ներսում էլ փոփոխություն կանեք, հա դա միայն մեր արտաքինը չէ։ Իսկ առաջին տունը սովորաբար վերաբերվում է բոլոր ոլորտներին, եւ եթե ինչ-որ ոլորտ է կպնում, հա, ամենակարևորը դիմացի տունն է, 7-րդ տունը, հա, այնտեղ եւ մնացած ոլորտները։ Եվ շարունակենք այստեղ փետրվարի 1-ին տեղի ունենալու լիալուսին ձեր 6-րդ տանը, սա աշխատանքի հետ է կապված, աշխատանքի մասին ոչ մի բան կիմանաք, դա կարող է լինել նաև դիմել եք, ռեզյումեները բաժանել եք եւ հիմա արդեն կզանգարեն այնտեղից։ Նաև པարզ կլինի արդեն մնալու եք այդտեղ աշխատեք, թե ոչ, ուզում եք շարունակեք, թե ոչ, կամ ընդհանրապես ինչ եք ուզում, ինչով եք ուզում զբաղվել։ Նաև դա առողջությունն է եւ դա կարող է բացահայտել, հա, լուսավորել մի կետ, որի վրա որ պետք է ուշադրություն դարձնեք, հա, ասի, այսա թույլ է։ Գնա բժշկի, գնա քեզ տիրություն արա, հա, բանի տեղ, հա, այդպես աչքաթող պետք չի անել ոչ մի պահ այդ ժամանակ, երբ որ կլինի լիալուսին։ Դե լիալուսինը մոտավորապես իր ազդեցությունը թողնում է 15 օր եւ այդ ընթացքում ձեզ համար արդեն པարզ կլինի։ Սա նաև ձեր առօրյան է, կարող է առօրյան փոխվել, ինչ-որ մի բան դե որոշեք ինչ-որ մի բան փոխել կամ ուրիշ բան եք անում, հիմա արդեն ուրիշ լինի կամ պարզ լինի, որ դուք պետք է մնաք եւ խնամեք օրինակ ձեր թոռներին կամ պետք է մնաք տանը այս մեկ ամիսը կամ այս 15 օրը եւ խնամեք ինչ-որ մեկին կամ հանգստանաք։ Դա արդեն փոխվում է ձեր առօրյան, առաջ գնում եք աշխատանքի, հիմա ուղղակի տանը նստելու եք կամ հակառակը։ Կարող են կանչել ձեզ աշխատանքի եւ տանը նստած այդ պահը անցնի եւ գնաք արդեն սկսեք աշխատել։ Նաև ընտանի կենդանիներին է վերաբերվում, կարող ինչ-որ մի բան իրենց հետ կապված, ինչ-որ པարզ լինի, հա, որ պետք է եւս տանել օրինակ բժշկի։ Եվ դե եթե օգնականներ եք դուք փնտրում, օրինակ տան հետ կապված ձեզ օգնելու համար, երեխայի հետ կապված արդեն դուք ինքներդ էլ կհասկանաք, թե ում եք ուզում վերցնել, եթե մինչ այդ ընտրության մեջ եք։ Փետրվարի 4-ին Ուրանը կլինի ուղղահայաց ձեր 3-րդ տանը։ Եթե փաստաթղթերի հետ կապված ոչ խնդիրներ կային, ապա հա հիմա առաջ կգնա, բայց այստեղ պետք է ուշադիր լինեք իր պտուտի ժամանակ, որ կենցաղային տեխնիկաներ կարող են նաև փչանալ, կախված է իհարկե ձեր անձնական քարտեզից, թե այնտեղ ինչ միացումներ կա եւ ինչ դիրքում է ինքը գտնվում, համենայն դեպս հա պետք է շատ ուշադիր լինել, որովհետեւ կենցաղային տեխնիկան է, իսկ Ուրանը դա էլեկտրոնիկան, էլեկտրականություն, էլեկտրոնիկա եւ երկուսը միասին, հա, այստեղ արդեն կամ լույսերը կարող են անջատել, հետո միացնել եւ հա ինչ-որ մի բանը փչանա հենց այդ օրը կամ 2 օր հետո, 2 օր առաջ, չնայած որ հիմա եւս էլի զգացվում է, որովհետեւ իր պտույտն է, արդեն մենք ամսվա վերջ ենք եւ հա իր պտույտն է եւ մենք անպայման այն կզգանք։ Փաստաթղթերի հետ կապված պետք է ուշադիր լինեք, որպեսզի չկորցնեք այդ պտույտի ժամանակ։ Այն ինչը որ դանդաղում էր, դեռ չկար, դա այդ ամենը դուք արդեն կստանաք, հա, ոնց որ փաստաթղթերի հետ կապված եւ այլն, որովհետեւ բաներ կան, որ դանդաղում են օրինակ էլեկտրոնային պոչտա, հա, պետք է ստանայք, դեռ չկար, հա, սպասում եք, որպեսզի գարա խնդիրեր ստեղծել։ Եվ փետրվարի 6-ին Մերկուրին է անցնում ձկներ նշան, ձեր առաջին տուն, ձեր տուն հենց, դե ավելի շատ կարող եք խոսել, ավելի շատ մարդկանց հետ շփվել, նոր ծանոթություններ հաստատել, կապ հաստատել, դուք կարող եք առաջինը սկսել զրույցը, հա, ոչ թե դիմացինը։ Դա նաև ինտելեկտը կբարձրացնի, ձեր ձեռներեցությունը կբարձրացնի, ձեր մտավոր գործունեությունը, կցանկանաք ճանապարհորդել, կցանկանաք գործուղման գնալ, նոր գիտելիքներ ձեռք բերել, փոփոխություն կատարել նաև ձեր վրա, ձեր արտաքին տեսքում։
Կցանկանաք ձեր սեփական գիտելիքները ցուցադրել, որ դուք սա գիտեք, նա կբարձրաձայնեք դրա մասին, կցուցադրեք մարդկանց, նոր մարդկանց, հա, ոնց որ ծանոթանում եք եւ ներկայացնում եք ձեզ, թե դուք ինչի եք ունակ, հա, ինչով եք զբաղվում, ինչ եք ավարտել եւ այլն, հա, այդ մասին դուք իրենց հետ կխոսեք։ Եվ կարող եք ցանկանաք ձեզ համար ինչ-որ մի բան գնելու։ Այնպիսի մի բան, որ կարող է մինչև այդ ուզում եք, բայց ձեզ թույլ չեք տալիս, կամ հավեսը կլինի, որովհետև այստեղ Վեներան էլ է գալիս ձեր առաջին տուն, եւ նա այսպես թե այնպես ձեզ կստիպի, որ դուք ձեզ համար ի վերջո մի գեղեցիկ մի բան գնեք։ Ընդհանրապես կարող է այստեղ Մերկուրիով գնեք հեռախոս, պլանշետ, համակարգիչ, այն ինչը որ ձեր անձնականն է։ Ինչու՞ չէ, մեքենա, հա, նույնպես, որը որ անձամբ դուք եք միայն օգտագործելու։ Եվ ընդամենը մի քանի օր հետո, փետրվարի 10-ին Վեներան է անցնելու եւս էլի ձեր առաջին տուն, ձեզ գեղեցկացնի, ձեզ փայլացնի, ձեր արտաքին տեսքի հետ կապված կարող եք իրոք որոշել, որ վիրահատություն անել, ինչ-որ միջամտություններ անել, ձեր արտաքին տեսքի հետ կապ մազերը փոխել, գույնը փոխել, նոր հագուստներ գնել ձեզ համար շատ հետաքրքիր եւ գեղեցիկ։ Հոգ կտանեք ձեր արտաքին տեսքի մասին, կգնաք ոչ նմանատիպ սրահ, եթե չէ, եթե հնարավորությունը չի հերիքում, ապա տանը դուք կզբաղվեք դրանցով, ինչ-որ դիմակներ կարող եք դնել, ինչ-որ բան, որ ձեր արտաքին տեսքը ավելի փայլի, ավելի վառ լինեք։ Ընդհանրապես Վեներայով մարդիկ ավելի վառ են հարդարվում, գեղեցիկ են հագնում, զարդեր են կրում, որ իրենք Երևան, իրենք որտեղ փայլում են ներսից, եւ պետք է դուրսն է փայլեն։ Տղամարդիկ ավելի քաղաքավարի են լինում, ավելի շատ են ցուցաբերում կանանց հանդեպ ավելի նրբություն, ավելի այդպես ջենտլմենություն են անում։ Շատ լավ ժամանակ է նոր մարդկանց հետ ծանոթանալու համար, սիրո, հարաբերությունների հետ կապված հարցերը լուծելու համար, սոցիալական դաշտ մտնելու համար, հա, որովհետև կարող եք ձեր նկարները տեղադրել եւ ձեզ ցույց տալ, մարդիկ ձեզ տեսնեն, հա, ինչով եք դուք զբաղվում, այդպես կարող եք այցելել նաեւ զվարճանքի որևիցե կենտրոններ, որտեղ որ ուրախանաք։ Եվ շատ հարմար ժամանակ է նաեւ արվեստի համար, նորաձևության, բիզնեսի հետ կապված, հա, յուրաքանչյուր բան, որը որ կապված է Վեներայի հետ։ Ձեր յուրաքանչյուր եւ ձեռքերով ոչ աշխատանք եւ յուրաքանչյուր գեղեցիկ բան, թե տան համար, թե զարդեր, յուրաքանչյուր բան կարող եք պատրաստել եւ որոշել ծախել։ Դրանով գումար վաստակել։ Եվ փետրվարի 14-ին Սատուրն է անցնում ձեր երկրորդ տուն, Սատուրնը երկրորդ տանը ամեն ինչ նվազեցնում է գումարի հոսքը դեպի տուն, դեպի ձեզ, հա, եթե դուք եք աշխատում, կարող է աշխատանքը քչանա, ավելի շատ աշխատեք, ջանքեր գործադրեք, բայց մեջը ավելի քիչ գումար լինի, նյարդայնանաք դրանից։ Նաև դա ռեսուրսներն են, մարդը կարող է մշտապես հոգնել, դրա համար երկրորդ տունը նաև ռեսուրսներով, Սատուրնով պետք է դուրս գաք, քայլեք, մարզվեք, որպեսզի թարմանա, հա, շատանա, որտեղ Սատուրնը նվազեցնում է դա, եւ երբ որ արդեն դուք կանցնեք այդ դասը, որ դուք պետք է քիչ գումարով ապրեք, այն ժամանակ նոր ձեզ ավելի մեծ պարգև կտա Սատուրնը, երբ որ դուրս գա ձեր երկրորդ տանից, բայց մինչև այդ հա պետք է հասկանաք, որ ինքը նվազեցնում է, պակասեցնում է գումարի հոսքը։ Կարող է մի պահ մի հատ գումար տա ըստ ձեր քարտեզի միացման, հետո նորից նվազեցնի, հետո տա, հետո նվազեցնի, որ երբ որ ունեք պետք է մի կողմ դնեք այդ նվազեցման ժամանակ գումար ունենալու համար, որտեվ իրոք ինքը շատ է փոքրացնում, հա, շատ։ Ինքնագնահատականը նույնպես, մարդը չի գտնում իրան, չի կարողանում կողմնորոշվի, որտեղ ինչպես պետք է ներկայանա եւ իրեն միգուցե դիմալ, հատկապես երբ որ ինքը հետադարձ է լինելու, այդ ժամանակ առավել եւս, հա, ձեր ինքնագնահատականը բավականին տրորվում է։ Երկրորդ տունը Սատուրնով այդքան էլ, հա, հիանալի տուն չէ։ Իրոք մարդու կարևոր է գումարը եւ ինքը հենց նվազեցնում է, դաս է տալիս։ Փորձության մեջ է գցում, որ պետք է ապրես եւ քիչ գումարով։ Դե մենք ավելի մանրամասն կխոսենք այս մասին։
Փետրվարի 17-ին այս ամիս ընդհանրապես գոյություն ունեն այնպիսի միացումներ, այնպիսի դիրքեր, որ դրանց մասին ես մշտապես առանձին խոսում եմ, Խավարում, հետադարձ Մերկուրի եւ այլն, մենք առանձին անպայման կխոսենք, որ այս տեսանյութը շատ չերկարացնեմ, դուք հստակ ինչ-որ պահեր իմանաք ձեր կյանքից փետրվար ամսվա համար։ Փետրվարի 17-ին կլինի Խավարում ձեր 12-րդ տանը, եւ սա արևի Խավարում է, իսկ 12-րդ տունը դուք կարող եք արդեն դուրս գալ մարդկանց մեջ, միգուցե մեկուսացել եք, կամ կարող է իրոք մեկուսանաք, ոչ ինչ-որ մի լավ գործ անեք եւ այդ գործը հանեք ի վերջո ցույց տաք, թե ինչ գործեր եք արել։ Սա նաեւ կապված է օտարերկրի հետ, այնտեղի փաստաթղթերի հետ, հնարավոր է, ինքը շատ ժամանակ Խավարումը նաեւ տալիս է փաստաթուղթ մեկնելու օտարերկիր, եթե օտարերկրում եք ապրում, տալիս է ձեզ հնարավորություն գումար թուղթը ստանալու, ապրելու օտարերկրում, ինձ ինքն է տվել գումար թուղթը։ Դե հեշտացնում է ձեզ, եւ որովհետեւ սա արևի Խավարում է եւ կարող եք դուրս գալ այս ժամանակահատվածում, օրինակ երկիրը լքեք խավարման միջանցքի ժամանակ եւ 9 կամ 18 տարի հետ չվերադառնաք։ Կախված այնտեղ ձեր միացումներից, միգուցե միացումը այնպես լինի, որ 9 տարի հետո տա ձեզ այդ փաստաթուղթը։ Եվ փետրվարի 18-ին արևն է մտնելու ձեր առաջին տուն, եւս էլի ձեզ փայլեցնելու է։ Այս դեպքում եւս էլի ուշադրություն կդարձնեք ձեր արտաքին տեսքին, ձեր ֆիզիկական վիճակին, կցանկանաք նիհարել, կցանկանաք ինքնավստահ լինել, ավելի լավ տեսք ունենալ, նաեւ ձայնի մեջ կարող են լինել ավելի հրամայական տոն, խոսելուց ավելի տոնով կարող եք խոսել, ինքնագնահատականը կմեծանա, կվերաբերվեք ձեզ մեկ ուրիշ կերպ, ուրիշ կերպ կնայեք ձեզ, նաև կկենտրոնանաք անմիջապես հենց ձեզ վերաբերվող հարցերին, կլուծեք ձեր հարցերը, նաև կձգտեք ինքնահաստատվել, փորձել ձեր տարբեր կողմերից, ձեր ուժեղ կողմերը փորձարկել, ցանկանաք ավելի շատ մեծ դիրք զբաղեցնել, որ դուք օրինակ կարող են մեկ անել սա, ինչի ես սա, ինչ որ դիրքում չլինեմ, որտեղ արևը մարդուն եսն է բարձրացնում։ Եթե առողջության հետ կապված խնդիրներ կային, ապա այս ընթացքում նա բավականին թուլանում է եւ եթե քրոնիկ հիվանդություններ կային, եւս կկարողանաք յուրաքանչյուր հիվանդություն հաղթահարել եւ անգամ մտնում են հետին պլան յուրաքանչյուր խնդիր առողջության հետ կապված։ Եվ փետրվարի 20-ին Սատուրնը միանում Նեպտունի հետ Խոյն նշանում ձեր երկրորդ տանը եւս էլի Նեպտունը դա ոչնչացնում է, Սատուրնը եւս փոքրացնում է։ Մենք այդ մասին անպայման կխոսենք ավելի մանրակրկիտ, սա շատ գլոբալ հարց է։ Երկուսի միացումը ձեր ֆինանսական վիճակը այդպես վերից վար կանեն, մի հատ կհավասարացնեն գետնին, հետո նոր կբարձրացնեն, ինչ որ մի բան պետք է լինի, որ ձեր ֆինանսական վիճակը անկայուն լինի, հետո նոր դուք վերցնեք ամեն ինչը ձեր ձեռքը եւ կարողանաք աճել նորից։ Մարդիկ այս միացմամբ տարիներ առաջ տապալվել են եւ այլևս չեն կարողացել վեր կանալ։ Իսկ Սատուրնով դուք պետք է ուղղակի վեր կանաք եւ անեք ինչ որ մի բան, ոչ թե Նեպտունով, դե ամեն ինչ լավ կլինի, դե հեսա մեկը կօգնի, հեսա նման բաներ պետք է չլինի, որովհետեւ Նեպտունը դա ձեր արժեվ կդնի այդ վարդագույն ակնոցները եւ ձեզ կասի, որ դե ամեն ինչ լավ է լինելու, բայց ոչինչ էլ լավ չէ, դուք պետք է անեք, ձեզանից է ամեն ինչը կախված։ Եվ փետրվարի 26-ին Մերկուրին կլինի հետադարձ ձեր առաջին տանը, այստեղ դուք պետք է բացարձակապես ձեռք չտաք այդ ժամանակահատվածում ձեր մարմնի ոչ մի մասին, ոչ մի վիրահատություն, ոչ մի պլաստիկ վիրահատություն, ոչինչ, անգամ մազերը կտրելը ձեզ դուր չի գա, անգամ մազերը ներկելը եւս ձեզ դուր չի գա, ձեզ հետ կատարված, ձեզ հետ կատարվող նաեւ յուրաքանչյուր բան կուշանա, ինչը որ ձեզ է հենց վերաբերվում։ Ձեր անձնագիրը, ձեր փաստաթուղթը հենց անձամբ ձեզ վերաբերվող ինչ որ մի բան։
այդ ամենը ամբողջությամբ կուշանա։ Սա ամենակարևորը ճանապարհորդությունն է, որ գնալուց կարող եք խնդիրների միջով ուղղակի գնալ այդ ճանապարհորդությունը։ Այնտեղ ամեն ինչը նորմալ կլինի, բայց մեկ կարող է ինքնաթիռը ուշանա, մեկ տաքսին ձեզ ուշ տանի հասցնի, եթե ձեր մեքենայով եք, ապա այնտեղ կարող է խցանումներ լինեն եւ չկարողանաք ճիշտ ժամանակին տեղ հասնել, կամ շփոթվեք օրինակ ինքնաթիռի այդ համարը, գնաք ուրիշ տեղ սպասեք, հետո տեսնեք, որ ձեր ինքնաթիռը հեսա գնում է, հա, նման բաներ կարող է շատ լինեն, նաեւ ինչ-որ բաներ գնեք ձեզ համար, ուշանան, կամ գրանցված էլ չլինի։ Այդ ժամանակ այդպես շատ անձամբ ձեզ համար կարող ձեզ համար 3 պատվիրել, դա կուշանա կամ էլ պատվերը չնեք գրանցի, այդպես։ Եվ փետրվարի 28-ին Մերկուրին է միանում Վեներայի հետ ձեր առաջին տանը, այստեղ ինքը ինչքան էլ որ ձեզ դրցի, հա, որ դուք ձեր գեղեցկությամբ զբաղվեք, մի մոռացեք, որ հետադարձ է Մերկուրին, գեղեցիկ իրեր, փորձեք չգնաք հատկապես ձեզ համար, որովհետև հետո ձեզ այն դուր չի գալու, թեկուզ այնտեղ հեռախոս, պլանշետ, համակարգիչ, յուրաքանչյուր բան այդ ժամանակ կարող է տեսնեք գեղեցիկ է եւ գնեք, բայց ինքը ձեզ պետք չգա։ Գնեք օրինակ մի զույգ կոշիկ, բայց հագնեք 1-2 անգամ հագնեք, կրունկը արդեն շարժվի իրարից։ Եվ ձեզ արդեն դուր չի գա, կմնա ձեր ծախսը։ Դե համար այս ընթացքում հատկապես անձամբ ձեզ համար ոչ մի բան մի գնեք։ Ոչինչ, մի որոշ ժամանակ է սպասեք, կամ իշտապեք այդ հարցում։ Վիրահատություններ բացարձակ կարող է այդ ժամանակ նկատեք, որ վայ չի, քիթս մեծ է, վայ չի, այստեղ մի հատ խալ ունեմ, գնամ հանեմ, վայ սա, վայ նա, ձեր թերությունները այդ ժամանակ կտեսնեք, բայց պետք չի ոչ մի բանի կպնել այդ ժամանակ։ Հանգիստ անցկացրեք այս ժամանակահատվածը, եթե ուղղահայաց լիներ Մերկուրին, հա, շատ լավ կլիներ։ Այստեղ կարող են վերադառնալ ձեր նախկին սերը, ձեր նախկին հարաբերությունները, որպեսզի նոր հնարավորություն տաք, բայց կարող է նոր հնարավորություն տաք, հետո Մերկուրին լինի ուղղահայաց, դուք էլի նույն բաները տեսնեք իր մեջ, ինչը որ առաջ տեսաք եւ դրա համար էլ բաժանվեցիք, հա, նույն բաները էլի կարող է տեսնեք։ Դրա համար այս ընթացքում եւս այդքան էլ պետք չի, հա, ձեր անցյալում եղած հարաբերությունները բերել ներկա։ Դե եթե հավանում եք տվյալ անձնավորությունը, կարող եք ուղղակի իրեն այդպես պահպանել, հա, հեռավորության վրա, բայց չնեղացնել կամ չմերժել, բայց հարաբերություններ սկսել արդեն երբ որ ուղղահայաց կլինի, երբ որ կզգաք, որ այ իրոք դուք ուզում եք այդ հարաբերությունները, եթե ոչ, ոչ։ Դե չէ հիմա նորից էլի շփվելու եք ընդամենը 15 օր, 18 օր, 20 օր, դրանից հետո էլի նորից իրարից կբաժանվեք։ Այսքանը սիրելիներս, թող որ փետրվար ամիսը ձեզ համար լինի ամենահաջողակ ամիսը եւ սա ձեզ է փոխում անձամբ ձեզ, փոխվեք որքան կարող եք, իհարկե մինչեւ ամսվա վերջ ձեր արտաքին տեսքին մի կպեք, ոչ մի առումով։ Այսքանը լավ եղեք։